Սիրելի բուժքույրներ, սիրելի սանիտարներ, հիվանդանոցներում աշխատանք իրականացնող ցանկացած անձնավորության առջև, կատարած աշխատանքի առջև մենք խոնարհվում ենք։ Խնդիրը ամենևին էլ բուժքույրերի աշխատանքը կամ բուժքույրերին նվաստացնելը չէ։ Խնդիրն այն է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարևորագույն առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել է թեկնածուի, ով չունի բարձրագույն կրթություն, ավարտել է բուժքույրական գործը եւ ամբողջ կյանքում որպես բուժքույր է աշխատել։ Տիկին Հունանյան, խնդիրը արդյունավետությունն է, թե դուք որքանով կկարողանաք արդյունավետ կառավարել այս բարդ ոլորտը։ Ընդամենը դրա մասին են խոսում իմ գործընկերները եւ մի մանիպուլացրեք այն, ինչ ասում են իմ գործընկերները։ Տիկին Հունանյան, ես ակնկալում եի, որ դուք բովանդակային ելույթ կունենայիք եւ ամբողջ կենտրոնացումը չէիք հանի նրա վրա, որ դուք բուժքույր եք եւ կփորձեիք արդարացնել, որ արդյունավետ եք կարողանալու կառավարել հանձնաժողովը։ Ես ցավում եմ, որ ձեր հիմնական մատնացույց արած խնդիրներից մեկը այն է, որ բժիշկները հիվանդների աչքերի մեջ չեն նայում, հայացքով չեն շփվում հիվանդի հետ։ Այս ոլորտը այնքան խնդիրներ ունի, որոնց մասին, եթե այսօր ամբողջ օրը խոսանք, օրը կավարտվի, բայց խնդիրները չեն ավարտվի։ Ես կցանկանայի, որ դուք խոսեիք պետպատվերի մասին, թե ինչի է պետպատվերը այդքան շուտ ավարտվում։ Մարդու բախտը բերում է, եթե տարեսկզբին է որևէ խնդիր ունենում, հիվանդանում, այո, քանի պետպատվերը վերջացած չի լինում։ Օրինակ, այս խնդրին որևէ բովանդակային պատասխան դուք ունեք, թե չունեք։ Ես այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել, սիրելի հայրենակիցներ, մի հարցման պատասխան, որը ստացել եմ առողջապահության նախարարությունից, ես սպասում եի հարմար առիթի սրա մասին խոսելու համար։ Ձեզանից շատերը հավանաբար ենթադրում են, որ չարորակ նոյագոյացություններով հիվանդ մարդկանց բուժումը անվճար է, պետպատվերի շրջանակներում կամ ոչ միայն, այլ նաև համապատասխան սահմանված կարգով 2004 թվականին ընդունված կառավարության, եթե չեմ սխալվում։ Նախ ուզում եմ արձանագրել, թե քանի չարորակ նոյագոյացություններով հիվանդություն է ախտորոշվել քանի քաղաքացու մոտ։ Միայն 2024 թվականին 50,000 քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը։ Դուք կարող եք մտածել, եւ հիմնական տպավորությունը այդպիսին է, որ բուժումը չարորակ նոյագոյացություններով հիվանդների անվճար է։ Դա այդպես չէ, սիրելի քաղաքացիներ։ Ես հիմա Տիկին Հունանյան կներկայացնեմ ամբողջ հարցման պատասխանը եւ կխնդրեի նաեւ ձեր ելույթում սրան անդրադարձ կատարեիք։ Հարցը հետեւյալն է. որքան գումար է պետպատվերով տրամադրվում քաղցկեղ ախտորոշմամբ Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացուն։ Պատասխանը հետեւյալն է. որ փոխհատուցվում են չարորակ նոյագոյացություններով հիվանդների քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը ուշադրություն, բացառությամբ քիմիաթերապևտիկ դեղերի։ Ձեզանից որևէ մեկը, իմ ընդդիմադիր գործընկերներից, իշխանական խմբակցության падգամավորներից որևէ մեկը, Տիկին Հունանյան, խնդրում եմ ձեզ, ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրեք, թե ոնց է հնարավոր բուժել քաղցկեղ հիվանդությունը առանց քիմիոպրեպարատի։ Ոնց է հնարավոր բուժել։
Իսկ այդ դեղերը բավականին թանկ են։ Որոշակի չափաբաժիններով սակայն դեղերի ծախսը փոխհատուցվում է։ Օրինակ, Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում փոխպատվաստումը կազմում է առաջին քիմիոթերապիան սկսելուց հետո 1 տարվա ընթացքում 300,000 դրամի չափով։ Սիրելի հայրենակիցներ, քիմիոթերապիայի 1 կուրսը միայն հիմնական քիմիոպրեպարատը 1 միլիոն դրամ արժի։ Եվ միջինում 4 կուրս է անցնում հիվանդը, նույն այս Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում 4 կուրս է անցնում բուժման։ Դուք կարող եք ինձ բացատրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին ասում են, որ եթե դու քաղցկեղով հիվանդ ես, ապա քաղցկեղի բուժումը անվճար է Հայաստանի Հանրապետությունում, ոնց կարող է 300,000 դրամով բուժվել։ Այլ հիվանդությունների դեպքում, սիրելի հայրենակիցներ, 1 տարվա կտրվածքով այլ հիվանդություններ նկատի ունեմ չարորակ նորագույնություններով հիվանդությունների տեսակների դեպքում։ Օրինակ, երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապևտիկ դեղերի, օրինակ, 1 տարվա ընթացքում տարեկան միջինը 200,000 դրամ։ Մեծահասակների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապիկ դեղերը 1 տարվա ընթացքում տարեկան 150,000 դրամ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ ծիծաղելի ողբերգական թիվ է։ Ողբերգական։ Սա ցավազրկողի գումարն է ընդամենը։ Այսինքն պետությունը հայտարարում է, որ քաղցկեղով հիվանդին ինքը բուժում է, ստանձնում է ծախսերը եւ 150,000 դրամ է հատկացնում տարեկան, նորից եմ ասում, դա ցավազրկողի գումար անգամ չի կարող լինել։ Այլ բան, շատ պրեպարատներ գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դուք, սիրելի հայրենակիցներ, այդ տեղը կարաք գտնեք Հայաստանի Հանրապետության տարատեսակ նկուղներում, բայց ձեզ չեն տալու որևէ սերտիֆիկատ դեղի ծագման մասին, գումարը ստանալու են արձեռն, թաքցնելով իրենց գործունեությունը։ Հիմա սա խնդիր է, թե սա խնդիր չի։ Կամ առհասարակ, այդ հիմնական դեղամիջոցով է կատարվում օրինակ ոսկրածուծի փոխպատվաստումը, ինչի գրանցված չի Հայաստանի Հանրապետությունը։ Ողջամիտ պատասխան առողջապահության նախարարությունը ինձ չի պատասխանել։ Ես մի հռետորաբանական հարցադրում եմ արել առողջապահության նախարարությանը, թե ինչ պետք է անի մարդը, եթե այդ հատկացված 150,000 դրամը սպառվել է, բայց ինքը բնականաբար դեռևս բուժման կուրս ունի անցնելու։ Ես ուզում եմ ընթերցել առողջապահության նախարարի պատասխանը, սիրելի հայրենակիցներ։ Չարորակ նորագույնությունների բուժումը հերթագրման ենթակա չէ եւ նշված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է կազմակերպվի պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով արտահերթ անկախ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առողջապահություն բաժնի տվյալ ծրագրին հատկացված գումարների առկայությունից։ Կենաց, մեզ եք մեղադրում կենացներ ասելու մեջ։ Ես մի բան եմ հասկացել, մարդը, որը չունի գումար, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը չունի գումար, դատապարտված է մահվան եւ իրավունք չունի հիվանդանալու եւ հիվանդանոց ընկնելու, չունի իրավունքը դրա, որովհետեւ դատապարտված է մահվան։
Սա մեր ամենակարևոր խնդիրն է։ Անապահով մեր քաղաքացիները ամենաառաջնային բախվում են այս խնդրին։